կան արվեստագետներ, մտավորականներ, որ հասկանում են խնդիրը միայն Ծառուկյանը չէ, միայն Կարապետյանը չէ, միայն մյուս քաղաքական ու հանրային գործիչները չեն, որոնք կալանավորվում են նախընտրական, հետընտրական շրջանում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք անցել են այսպես կոնկրետ իշխանությունների արևիտակ եւ քննադատում են ցանկացած կալանավորվողի, հետապնդվողի, ինչու այդպես։ Դժվար է ամեն մարդու խղճի հարցն է դա։ Իմ համեստ կարծիքով այս պատմությունը վաղուց արդեն քաղաքական չի, տնտեսական չի, նույնիսկ արդեն փիլիսոփայության ոլորտից էլ է ինքը վերաճում եւ դառնում է բիբլիական պատմություն եւ ես չեմ չափազանցնում։ Սա իհարկե ոչ պարոն Ծառուկյանի մասին է, ոչ էլ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու մասին է։ Սա բիբլիական պատմություն է։ Եվ այս պատմությունը ամեն մեկիս մասին է, ամեն մեկը ինքը իրան պետքա գտնի այս պատմության մեջ։ Արդեն բացահայտվում են ձեռքերը լվացողները, արդեն բացահայտվում են ուրացողները, այս ամեն ինչը մարդկությունը սրա միջով անցել է։ Եվ ես կարծում եմ, որ մարդու համար, ով կառուցում է Հիսուսի արձանը, բանտում նստելը ոչ մի պատմություն է։ Այս ամեն ինչը ավարտվելու է Հիսուսի արձանի բացմամբ, եւ այդ օրը ամեն մեկը իսկապես պետքա պատասխան տա ով էր ինքը մինչև հիմա։ Ինքը ուրացողներ, թե ձեռքերը լվացողներ, թե ինքը կառուցողներ, թե նա էր, ով ուզում էր այդ կառուցողի փլատակների վրա թրջիկ տա, բարի ուրախանա։ Խոսքը չարի ու բարու մասին է, սա շատ մեծ ընդարձակ բիբլիական հին պատմություն է։ Այնպես որ անհատներին պետք չի ստեղ անհատ, ամեն մեկը իսկապես ինքը այսօր որոշման առաջ է եւ սա այս պատմությունա բոլորիս մասին։ Այս պատմությունը կավարտի, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանության չլինեն, թե նրա օրոք է հնարավոր իրավական պրոցեսները դատական համակարգում գործի են։ Նիկոլ Փաշինյանը գործիք, պատմության մեջ այդպիսի գործիքներ շատ են լինում։ Ստեղ էլի եմ ես ասում, անձերի մասին չի։ Այո, եթե որոշում կա, եթե քննիչը այդ պահին իրան զգում է պիղատոս, ինքը ձեռքերը լվանալու է։ Եթե ինքը զգալու է, որ իր մեջ բարոյական արժեքները վեր են գործում եւ ինքը պետքա դառնա հերոս, ինքը ճշմարիտ որոշում կկայացնի ըստ իր խղճի։ Բայց այստեղ այնքան պարզ դրամատուրգիա է, այնքան մարդկությունը սրա միջով անցել է, ուղղակի պարոն Ծառուկյանի վրա եկա, որտեղ ինքը ամենաերևացող հերոսն էր այս պատմության մեջ, դրա համար էլ ինքը դառավ մարդ, որը պետք է անցնի այս տառապանքի միջով, ոնց որ անցնում են իր բոլոր շրջապատի մարդիկ։ Ես էլ եմ ասում, անձերը այստեղ արդեն վաղուց որևէ նշանակություն չունեն։ Խնդիրը բարոյական է, խնդիրը փիլիսոփայական է։ Դուք չարի կողմն եք, թե բարու կողմն եք։ Ամեն դեպքում իշխանությունները պնդում են, որ իրենք էլ են այդ սահմանագիծը գծում, հայտարարությունները այս գործընթացներին հաջորդող, նախորդող այն մասին են, որ Հայաստանը տանում են ինքնիշխանության, Հայաստանը մաքրում են կողոպուտից, թալանից եւ այլն։ Այս դիրքորոշումը օբյեկտիվ չէ, ինչ որ արվում։ Գիտեք, ես մի անգամ եմ կանխատեսել, եթե այս իշխանությունը այսպես շարունակի, իրանք հերու չի են օրը, երբ որ հրապարակում կանգնացնելու են 3 հատ կախաղան ու կախելու են այն մարդկանց, ովքեր իրանց հետ համաձայն չեն։ Եվ այդ պահին էլ գտնվելու են մարդիկ, որոնք դրա այդ պատկերների տակ լայքեր են դնելու, բացատրելու են, որ այո, սա պետք էր նրա համար, այո, մենք գնում ենք ինքնիշխանության։ Հիմա դե միշտ այդ մարդիկ կան, այո, հիմա ժամանակները ֆեյքային ժամանակներ են, հիմա ֆեյքերի ժամանակներ են, չերևացող մարդկանց ժամանակներ են, որոնք հանկարծ իրենց կարևորությունը զգում են եւ պատասխանատվությունից զուրկ ինչ որ բաներ են անում։ Դրանք ամեն ինչը կարելի է բացատրել, ամեն ինչին բացատրություն հիմա կա։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կարելի է բացատրել։ Այնպես որ ես դրա վրա էլ ուշադրություն չեմ դարձնի։ Իշխանությունները անում են ինչ որ անում են, բոլոր վատ իշխանությունները, որոնք չեն կարողանում կառավարել երկիրը, հորինում են պատմություններ, որ իրանց պատասխանատվությունը կքչացնի։ Այ քթել են թիրախներ, որոնք մեղավոր են, որ իրանք չեն կարողանում կառավարել։ Այդ թիրախները 8 տարի է բոլորը հետ են քաշվել եւ տվել են իրենց անսահմանափակ իշխանություն։ Գիտեք, մեր հասարակության մեղավորությունն է։ Մենք այս մարդկանց նայում ենք որպես ես չասեմ հեղափոխականներ, միշտ էլ ես իրենց նայել եմ, բայց որպես տենց մեր միջի ակտիվ ջահելներ։ Բայց հետո տեսնում ես, որ իրանք լուրջ վտանգ են ներկայացնում իրանցից։ Եվ մենք մեր տան դուռը բացել ենք եւ այդ վտանգը թողել ենք ներս եւ ինքը խժռում է մեր տունը ներսից։ Իսկ թե ինչ բացատրություններ են տալիս, դա արդեն 8-րդականն է։ Փաստերը ավելի կարեւոր են, քան բացատրությունները։
հասարակության ինտելեկտուալ մասը արվեստագետներն են, նրանք այս առումով այս դեպքը դիտարկելով նաև քրեականայս վարույթները ընդդիմադիրների նկատմամբ ինչ անելիք ունի անելու։ Ի վերջո ուրիշ բան է հասարակության ցածր խավի, ցածր ինքնագիտակցություն ունեցողից պահանջել, այլ բան է չէ արվեստագետներից այսպես Դե արվեստագետները թիրախում են, որովհետև ցանկացած մարդ, ով այս իշխանության ամենամեծ թշնամին ինքնուրույն մտածող մարդիկ են։ Իրանք ատում են ինքնուրույն մտածող մարդկանց, որտեղ ինքնուրույն մտածող մարդիկ հարցեր են տալիս իրանց, որոնց պատասխանները ի օգուտ իրանց չեն ապրիորի։ Դրա համար արվեստագետները թիրախում են, դե այն արվեստագետները, որոնք թիրախում են արդեն 8 տարի նվազագույնը 10 տարիներ նրանք սովոր են սրան եւ պահում են իրանց դեմքը, այն նրանք ովքեր որ հասկանում են որ լավ պահն է որ կարող են կեղտոտ ջրում ձկներ որսալ, արագ այդ ձկները որսում են։ Այս իշխանությունն էլ պատրաստ է, ինչքան դու կեղտոտ ջրում ձուկ որսացողից, այնքան այդ կեղտոտ ջուրը քեզ պատրաստ են մատուցել, դեգրադացնեն մինչև վերջի նշույլը։ Դա այդ իշխանության ամենահեշտ ստացվող բանն է։ Հնարավոր է որ որոշ արվեստագետների վրա ճնշումներ լինեն այս մասով։ Իհարկե կլինեն, սա էլ է ճնշում։ Սա այն ինչ որ հիմա տեղի ունենում, սա ճնշում է։ Այդ ճնշումը, գիտեք, մարդը ապրում է մթնոլորտային ահռելի ճնշման տակ։ Ճնշումը նրա համար է, որ դուք հակադրվեք ճնշմանը, ոչ թե ենթարկվեք։ Ինչքան կռանաք այդ ճնշմանը, այնքան ճնշումը ուժեղանալու է։ Մենք այս իշխանությանը ծանոթ ենք։ Ինքը անընդհատ ուժեղացնում է, ինքը ստանում է, ուժեղացնում է։ Ինչ որ մի պահի պետք է կանգնել, ասել վերջ։ Ինձնից այնքան գնացեք, ես ճնշվողներից չեմ։ Ճնշվողներից չէ, թե ձուկ որսացողներից է քանդակագործ Վիգեն Ավետիսը, դուք նրա մասին ընդհանրապես լսել եք, ծանոթ եք նրա գործունեությանը, հիշեցնեմ քանդակագործը ժամանակին Շուշիում սիմպոզիումների էր մասնակցում, բայց այսօր միով բանիվ իշխանությունների հետ մեղադրանքների տարափ է լցնում նախկին իշխանությունների հասցեին, ավելին արդեն Ծառուկյանին է թիրախավորել, ինչ որ պատմություն է պատմել Փաշինյանի ընտանեկան Ծանոթ եմ, այո, տեսել եմ, հասել եմ։ Հասարակությունը շատ ակտիվ դրան արձագանքեց, գիտեք, եթե եկել է ինձ հասել անգամ ես որ առանձնապես չեմ նայում։ Ամենաանշնորհակալ բանը մի արվեստագետի կողմից մյուս արվեստագետի մասին գնահատական տալն է, ես դրանք խուսափեմ, բայց Վիգեն Ավետիսները այն մարդիկ են, որոնք իրենք պետք է հարց տան, օրինակ ես կարող եմ ասեմ, եթե պարոն Ծառուկյանը ձերբակալվելուց 1 օր առաջ ուղերձ եղեր Վիգեն Ավետիսին, որ ես քեզ հրավիրում եմ Հիսուսի արձանի կողքը կառուցելու մի հատ փոքր քանդակ։ Վիգեն Ավետիսը կվազեր պարոն Ծառուկյանի մոտ։ Դե գիտեք, դե տաղանդի հարց է, դե խնդիր չկա։ Ես արդեն ասեցի, եթե պարոն Ծառուկյանը հիմա էլ Վիգեն Ավետիսին ուղերձ ուղարկի, որ արի ինչ որ բան կառուցի, նա վազելով կգա, նա կգա այստեղ, կբարձրանա, դռները կջարդի։ Այդ մարդ ես չեմ ասում Վիգեն Ավետիս, ես ասում եմ Ավետիսներ։ Կան այդպիսի արվեստագետներ, դե հիմա ինչ ասես։ Այդ մարդիկ էսպես են։ Հիշեք Կոլչակի հայտնի խոսքը չէ, ձեռք մի տվեք կառապաններին, պորնիկներին եւ արտիստներին, նրանք բոլոր իշխանություններին ծառայում են։ Կան այդպես կատարողներ կան, որոնք բոլորին ծառայում են։